Պարոն Վարդանյան, որ խնդրեմ, փակ քննարկում տեղ ունեցավ Արցախի իրավունքների պաշտպանության խորհրդի ներկայացուցիչների հետ։ Հանդիպումը անցավ նորմալ, Արցախի ժողովուրդը պայքարում է իր արդարության համար, Արցախի ժողովուրդը այսօր ունի շատ մեծ սոցիալական խնդիրներ հայտնվելով Հայաստանի Հանրապետությունում։ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ոչ մի աջակցություն, ոչ մի խնդրի լուծում ռացիոնալ չի տալի։ Մարդկանց պահանջը շատ չի ապահովել որպես փախստականներով ժամանակավոր բնակարաններով եւ գերիների հարցն այնտեղ գալիս է իրանց գոյատևման հարցը, հազար հարց կա, էլի, այս մարդիկ իրականում ոնց որ Հայաստանում այս մարդկանց հետ ցեղասպանություն են իրականացնում։ Մեր կողմից առաջարկներ հնչեց այս հարցի ռացիոնալ լուծման համար եւ մարդիկ կքննարկեն եւ մեզ կտեղեկացնեն, իրանք համաձայն են մեր հարցերի ընթացք տալու մեր փակագծեր չբացեմ ներկապահին, որովհետև մեր առաջարկած հարցերը, մեր առաջարկած լուծումները խնդրի շատ լուրջ են ու հիմնովին են խնդրի լուծման։ Քանի որ մենք բոլորս հասկանում ենք Արցախը մեր համար, ինչա արցախցին մեր համար, ով է, եւ մենք չենք հրաժարվում Արցախից կարևորը։ Արցախի հետ վերադարձի խնդիրներն է։ Մենք մեր ամբողջ թմով ունենք ծրագրեր, ոնց ենք վերադառնալու Արցախ եւ Արցախում ոնց ենք բնակվելու եւ հետագա զարգանալու։ Հիմնական այդ խնդիրներն են, իրանց էլ ասել ենք այն չափը, որը որ իրանց հասանելի է, որովհետեւ գիտեք, մի բան որ ասում եք, արդեն սկսում են շահարկել բոլորը։ Բայց այսօրվա դրությամբ քաղաքական ուժերի մեջ հիմնականում ոչ մեկ չունի ծրագիր։ Հնարավոր համարում եք արցախցիների վերադարձը եւ ինչ կարգավիճակում։ Այո, հնարավոր համարում եմ եւ որպես Արցախի տեր այդ կարգավիճակով եմ համարում, որովհետեւ Արցախը դա պատմականորեն դա Հայաստանի Հանրապետությունն է, դա Հայաստանի հողերն է, դա հայկական է եւ մենք պետք է ամեն ինչ անենք, որ Հայաստանի Հանրապետությունում եւ բոլոր աշխարհի հայերի մոտ պատմական արդարությունը վերականգնվի։ Եթե մենք կարենանք բոլորի մոտ Հայաստանի Հանրապետության քաղաքացիների, ովքեր որ այսօր գտնվում են Հայաստանի Հանրապետությունից դուրս, պատմական արդարությունը վերականգնենք եւ մենք խնդիր չենք ունենալու բացարձակապես ոչ մի տեղ, որով որ չի զբաղվում ոչ մի քաղաքական ուժ, առավել եւս այսօրվա իշխող ուժը։ Համահայկական ազգային միասնություն ճակատը աշխատանքներ տանում է այս ուղղությամբ։ Այո, համահայկական ազգային միասնական խորհուրդը այսօրվա դրությամբ ինքը բաց խորհուրդ է, նաև այդ խորհրդի մեջ բազմաթիվ սփյուռքի հայ համայնքներ են միացած, բոլորս իրար հետ քննարկում ենք մեր հետագա քայլերը, որը որից հետո պետք է անենք, որը պետք է անենք ինչի համար։ Եվ մենք այդ կերպ շարունակում ենք ու ընթացքում մեր սփյուռքահայ բարեկամները բավականին շատ ակտիվորեն միանում են խորհրդի կազմին։